Ժողովուրդը գրում է, իշխանությունը դեռ չմարսած անիվում մսխված 25 միլիարդ դրամ գումարը ստեղծել է գումարների ենթադրյալ վատնման նոր մեխանիզմ։ Իշխանության վերնախավը հիմնել է Enterprise Armenia Business կենտրոնը։ Կազմակերպության նպատակն է ներգրավել օտարերկրյա նոր ուղղակի ներդրումներ, խթանել Հայաստանում վերաներդրումը։ Սա գրեթե նույն բանն է, ինչ խոստացել էր Անիվը։ Անիվը ևս պետք է իրականացներ տնտեսության զարգացման ծրագիր, բայց ամեն բան ձախողեց։ Enterprise Business կենտրոնը կարճ ասած նոր Անիվն է։ Անիվի կոռումպացված փորձից ելնելով իշխանությունը իհարկե այս անգամ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրել ոչ թե Տիգրան Ավինյանին, այլ հենց ՔՊ կուռ Նիկոլ Փաշինյանին։ Խորհրդի փոխնախագահներն են Մհեր Գրիգորյանը, Տիգրան Խաչատրյանը, հոգաբարձուների խորհրդի կազմում Դավիթ Խուդաթյանն է, Վահե Հովհաննիսյանը, Արարատ Միրզոյանը, Գևորգ Պապոյանը, Մխիթար Հայրապետյանը, պատգամավորներ Բաբկեն Թունյանն ու Ծովինար Վարդանյանը, իսկ կենտրոնի տնօրեն է Արարատ Միրզոյանի կինը Գոհար Աբաջյանը։ Թերթը այս հարցով դիմել է արտաքին գործերի նախարարությանը, թե ինչպես է ստացվել, որ Միրզոյանի կինը բիզնես կենտրոնի տնօրեն է նշանակվել, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Փաշինյանն է, պատասխան չի ստացել, իսկ ինքը Աբազյանը համացանցում այլևս հասանելի չէ, գրում է թերթը։ Հրապարակում կարդում ենք, Հայաստանում ռուսական կապիտալով գործող խոշորագույն ընկերությունները վերևից հրահանգ են ստացել այլևս բարեգործական ծրագրերի տարբեր հիմնադրամների միջոցառումների ֆինանսավորում չիրականացնել։ Այդ ընկերություններից մեկի ներկայացուցիչը թերթին պատմել է, որ նախազգուշացումը ստացել են վերջերս, բայց իրենց մանրամասներ չեն փոխանցել ու չգիտեն որոշման հիմքում քաղաքական թե տնտեսական բաղադրիչ է։ Ըստ ամենայնի դա քաղաքական հրահանգ է, քանի որ անգամ ռուս-ուկրաինական պատերազմի թեժ շրջանում ռուսական կապիտալով գործող ընկերությունները չեն դադարեցրել ֆինանսական աջակցությունը հասարակական նախաձեռնություններին։ Հրապարակն էլ գրում է, թվում է Փաշինյանի հակաեկեղեցական արշավի շրջանակներում ՔՊ ֆրակցիան պետք է քննարկեր Հայաստանի Հանրապետության ու հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին օրենքի փոփոխության հարցը, որի համաձայն Հայաստանը ճանաչում է եկեղեցու ինքնակառավարումն ու նվիրապետության սահմաններում։ Սա նշանակում է, որ պետությունն ընդունում է եկեղեցու ինքնուրույնությունը, ինչը ենթադրում է առաջնորդի ընտրության հարցում ևս ինքնակառավարում։ Եկեղեցու բարձրագույն մարմին ազգային եկեղեցական ժողովը ընտրում է կաթողիկոս, ընտրությունն անցկացվում է 3 փուլով։ Չնայած ՔՊԱ-ականները վերևից հրահանգ են ստացել կատաղի մարտեր մղել հոգևոր դասի դեմ, մասնավորապես կուսակրոնության թեմայով, բայց մի ստվար զանգված մտահոգ է, որ Փաշինյանը այս աղմուկի տակ այլ վտանգավոր հարցեր է լուծում հասարակությանը նման թեմաներով հիասթափեցնելուց ու նրա դիմադրողականությունը կոտրելուց հետո Փաշինյանը հնարավոր է ստորագրի խաղաղության պայմանագրի Ալիևյան տարբերակը կից լրացումներով, որոնց շարքում նաև 300,000 ադրբեջանցիների Հայաստանում վերաբնակեցումն է ու այլ վտանգավոր պահանջներ, գրում է թերթը։